Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Թուրքիայի փոխնախագահ Ջևեդ Ելմազը հայտարարել է, որ Անկարան գոհ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներից։ Ըստ Ելմազի, Թուրքիայի եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում տարածաշրջանային հակամարտությունների, համաշխարհային կարգի զարգացման, տնտեսության, առևտրի, պաշտպանական արդյունաբերության հետ կապված հարցեր։ Թուրքիայի փոխնախագահը նաեւ անդրադարձել է F-35 եւ F-16 կործանիչների Անկարային վաճառել հարցին։ Բոլոր քննարկումները տեղի են ունեցել դրական մթնոլորտում, մի շարք հարցեր կարող են լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունենալ եւ կան ոլորտներ, որոնք լրացուցիչ աշխատանքի կարիք ունեն։ Կարևոր է քաղաքական կամք դրսևորել, ասել է նա։ Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ թուրքական ազգային Կաան կործանիչի արտադրությունը հետաձգվում է ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Ինքնաթիռի շարժիչների հարցը արգելափակված է ԱՄՆ կոնգրեսում։ Դրանց լիցենզիաները կասեցվել են Քաաթսա օրենքի համաձայն, որն ընդունել է 2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400-ներ գնելուց հետո։ Կաանի արտադրությունը սկսելու համար մենք պետք է լիցենզիաներ ստանանք ու վերջապես հասնենք շարժիչներին, ասել է Ֆիդանը։ Նախարարի խոսքով ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև նման սահմանափակումները համակարգային խնդիր են, որը չի համապատասխանում գործընկերության ոգուն։ Սա ստիպում է Թուրքիային ամբողջ աշխարհում այլընտրանքներ փնտրել, նույնիսկ այն դեպքում, երբ երկիրն ակտիվորեն մշակում է իր սեփական տեխնոլոգիաները։ Հիշեցնեմ, որ վերջերս Ֆիդանը հայտարարել է, որ լայնածավալ դիվանագիտական ջանքերի միջոցով Անկարան համաձայնության է եկել վերացնելու ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի սահմանած պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ Թուրքիայում լայնորեն քննարկվում է ռուսական նավթից հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։ Թուրքիա-ռուսական նավթի մատակարարումները սեպտեմբերին նվազել են, հասնելով ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին, հաղորդում է Reuters-ը հղում անելով իր ինսայդերական աղբյուրներին։ Ըստ LCEG-ի Ուրալից հում նավթի ներմուծումը այս ամիս կարող է հասնել մոտավորապես 1.2 միլիոն տոննայի, հունիսին գրանցված մոտավորապես 1.6 միլիոն տոննայի համեմատ։ Նվազումը պայմանավորված է հում նավթի այլ տեսակների մրցակցությամբ, պատժամիջոցների ճնշումով ու քաղաքական գործոններով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում անցկացված մամուլի ասուլիսում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Թրամփի այն հայտարարությունները, որոնք ցանկանում են, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումները։ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը հարգում է Թուրքիայի դիրքորոշումը։ Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց ուզում եմ հաստատ ասել, ինչ միշտ ասում են Թուրքիային եւ մեր մյուս գործընկերներից որևէ մեկի մասին։ Մենք հարգում ենք Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը եւ բնավ չենք կասկածում, որ Թուրքիայի Հանրապետությունը հարգում է ինքն իրեն եւ իր ժողովրդին, ասել է Լավրովը։ Ադրբեջանում Գանջա քաղաքի մարզադաշտում նախորդին տեղի ունեցել ԱՊՀ երրորդ խաղերի բացման արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Ալիևն ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, Բաքուն սպորտային միջոցառումը քաղաքականացրել է այն վերածելով հակահայկական տարրերով համեմված շոուի։ Մասնավորապես ըստ ադրբեջանական լրատվամիջոցների թատերական ներկայացման մի մասը նվիրված է եղել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին եւ դրանում հաղթանակին։ Ներկայացվել է Ալիևի բռունցքը խորհրդանշող երկաթե բռունցքի արձանը, որպես 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշ, ցուցադրվել 44 թիվը։ Նշեմ, որ այս խաղերին մասնակցում են ԱՊՀ երկրների Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղստանի, Թուրքմենստանի, նաև ոչ ԱՊՀ անդամ երկրների Թուրքիայի, Պակիստանի, Օմանի, Կուբայի եւ Քուվեյթի մարզական պատվիրակությունները։ Հայաստանը, սակայն լինելով ԱՊՀ անդամ երկիր, չի մասնակցում միջոցառմանը։ Տեղափոխվենք Վրաստան, շարունակում է իրավիճակը լարված մնալ Վրաստանի ներքաղաքական կյանքում, այսօր հայտնի է դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին եւ պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանշիային
պարտավորեցրել է մոտ 3,3 միլիոն դոլար վճարել կառավարությանը։ Դատարանի այսօր հրապարակված վճիռը բաճկոնի գործով է, որի շրջանակում նախկին նախագահը եւ նրա մի խումբ ենթականեր մեղադրվում են պաշտոնայական դիրքի օգտագործման բյուջետային միջոցների մսխման մեջ։ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասլյանին դատարանի որոշումը Իվանիշվիլիի քաղաքական հանձնարարություն է որակել։ Վրաստանի նախկին առաջնորդը մի քանի քրեական գործերով է անցնում եւ անցած տարիներին կայացված մի շարք վճիռների համաձայն ճաղերի ետևում կմնա մինչեւ 2034 թվականը։ Սաակաշվիլին եւ նրա ղեկավարած ընդդիմադիր ուժը բոլոր վճիռները համարում են քաղաքական։ Միևնույն ժամանակ Վրաստանի խորհրդանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, իշխող վրացական երազանք կուսակցության падգամավոր Լևան Մախաշվիլին հայտարարել է, որ ազգային շարժման եւ դրա հետ կապված կուսակցությունների արգելման ընթացակարգը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի միջոցով։ Ինչպես մենք խոստացել էինք հանրությանը, այս գործընթացը կշարունակվի եւ թող Սահմանադրական դատարանը որոշի։ Մեր ապացույցները հիմնավորված են, թե ոչ, ասել է նա։ Ամենակարևորը այն է, որ եթե որևէ մեկը ասելիք ունի, թող դա արտահայտի ոչ թե բարձրաձայն հայտարարություններով, այլ Սահմանադրական դատարանում։ Ինչու պետք է արգելվի այս կուսակցությունը։ Պատասխանը շարունակում է ժամանակավոր քննչական հանձնաժողովի նյութերում, որովհետև դա բռնի ռեժիմ էր, որը խեղդում եւ խոչընդոտում էր հասարակության զարգացումը։ Ամենացավալին այն է, որ այս գործընթացը շարունակվում է այսօր իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսներով։ Բարեբախտաբար նրանք չունեն վարչական ռեսուրսներ, բայց փորձում են ճնշել ու խեղդել առողջ քաղաքական կյանքը։ Կան բավարար հիմքեր այս կուսակցությունը արգելելու համար, հայտարարել է Մախաշվիլին։ Հայաստանի մեկ այլ հարևան Իրանը նորանոր խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ Եվրամիությունը երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի դեմ 2015 թվականին կասեցված պատժամիջոցների մասնակի վերականգնման մասին։ Այսօր Եվրամիության խորհուրդը համաձայնել է վերականգնել Իրանի միջուկային գործունեության նկատմամբ մի շարք միջոցառումներ, որոնք կասեցվել էին 2015-ին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո, ասվում է Եվրոպական միության խորհրդի հայտարարությունում։ Հաղորդվում է, որ միջոցառումները մասնավորապես վերաբերում են ֆիզիկական անձանց համար անձնական սահմանափակումներին եւ առևտրի, ֆինանսական ու տրանսպորտային ոլորտների նկատմամբ պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմանը, որով վերականգնվել են Իրանի դեմ պատժամիջոցները։ Նա չհիմնավորված է անվանել Եվրաերիակի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի գործողությունները, որոնց արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իրանի դեմ որոշում է կայացրել։ Բաղային ընդգծել է, որ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ անվտանգության խորհրդի 15 անդամներից 6-ի կողմ չքվեարկելը խոսում է այն մասին, որ խորհրդի ներսում այս հարցում կա տարակարծություն։ Անդամների գրեթե կեսը համոզված չէ, որ Եվրաերիակի կողմից առաջ քաշված տարբերակը հիմնավորված է կամ օրինական։ Եվրաերիակի կողմից ընթացակարգի չարաշահումը չի կարող փոխել իրավական իրականությունը։ 2231 բանաձևի գործողությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, ինչպես ուղղակիորեն նախատեսված է հենց բանաձևում։ Եվրաերիակի ու Միացյալ Նահանգների կողմից կասեցված պատժամիջոցները վերականգնելու ցանկացած փորձ անվավեր է։ X-ի իր էջում գրել է իրանցի պաշտոնյան, հավելելով, որ այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հստակորեն հասկացրել է ամբողջ աշխարհի իր գործընկերներին ուղղված նամակներում։ Այսօրվա համար էլ նախատեսել էինք այսքանը։ Շնորհակալություն, ցտեսություն, մնացեք առաջինի հետ։